ոչ իշխանություն իրավական, իրենք անկախ են, անկախ համակարգեր են, որից է մեկը ոչ նախագահ Հայաստանի Հանրապետության, ոչ վարչապետ կամ որից է դատախազ գլխավոր չի կարող ուժ գործադրել եւ իշխանություն գործադրել այդ համակարգերի վրա, օրինակ քննիչների վրա, հա? Նրանք անկախ գործող են եւ հենց իրենցից է սկսում այս բոլոր քաոսային իրավիճակները, որի համար ես Հայաստանի Հանրապետության քաղաքացից դուրս եմ եկել պայքարի։ Մենք եթե հիմա փնտրենք պետություններ, մենք չենք կարող տեսնել մեկ պետություն, մեկ իրավական պետություն, որտեղ այդ պետության հոգևոր առաջնորդին են դատում, հոգևոր առաջնորդի հանդեպ քրեական գործ է հարուցվում։ Չկա պետություն, որտեղ իր գեներալին, հա, հաղթանակած գեներալին, ուղի անցած 30 տարի իր կյանքից Հայաստանի Հանրապետության այդ պետության զինված ուժերին նվիրված գեներալի հանդեպ շինծու գործեր են կարում։ Հասկանում եք, ամեն քայլ կատարվում է, ես որպես զինված ուժերի պահեստազորի զինվորական եմ ասում եւ տեսնում, որ ամեն քայլ կատարվում է Հայաստանի Հանրապետությունը ամեն ձև իջեցնելու հեղինակությունից զրկելու համար։ Եվ մենք տեսնում ենք այդ հեղինակազրկված վիճակը նաեւ միջազգային տեղերում եւ նաեւ մեր երկրում։ Եվ մի շատ կարեւոր բան եմ ուզում ասել, եթե մենք ուշադիր հետևենք, ուսումնասիրենք, թե ովքեր են ուրախանում այսօր մեր եկեղեցու դեմ կատարվողի եւ վեհապարի դեմ կատարվողի հետ կապված, զանգվածային լրատվամիջոցները նայեք ադրբեջանական, ինչ խրախճանք է տիրում, բլոգները բացեք ադրբեջանական, Facebook-յան կլինի եւ այլ պաշտոնական հարթակները, ոչ պաշտոնական հարթակները, բոլոր տեղերը խրախճանք է, ադրբեջանցիները ուրախանում են, որ Հայաստանի Հանրապետությունում վեհապար են, փորձում դատել կամ հոգեվոր կյանքը խաթարում են։ Եվ մի շատ կարևոր բան եմ ուզում ասել եկեղեցիների հետ կապված։ Ընկերներ, ինչու է այսօր Ադրբեջանը ամեն կերպ փորձում դարերի պատմություն, դարերից եկած եկեղեցիները հայ ոչնչացնել Արցախում, որովհետև դրանով նա ոչնչացնելու է հայկական ինքնությունը եւ հայկական հետքը Արցախից։ Դա մեր պատմությունն է, դա մեր սկիզբն է, դա մեր հիմքն է։ Նաև Մայրաթողի կարգված քահանաները իհարկե նշում են, որ վեհապարի դեմ այս պայքարը սկսվել է նրանով, որ Շվեյցարիան վեհապարը բարձրացրեց Արցախի հարցը, Արցախի հետ կապված։ Ես ընկերներ ունեմ, այո, իհարկե, ես ընկերներ ունեմ, ովքեր որ հիմա այդ լրատվամիջոցի այդ հեռուստաընկերության անունը չեմ տա, ամոթ է իհարկե, որ եթերի ժամանակ ուզեցել են Արցախ ասել, այնտեղից հետևից օպերատորը ձեռքով սենց է արել։ Ինչի մասին է խոսքը։ Ստորեն եկեղեցու պարագայում էլ խնդիրը Արցախ։ Այո, խնդիրը Արցախն է, որովհետև Հայաստանի Հանրապետության իշխանությունը ունի խնդիր Արցախ բառի հետ, Արցախ անվան հետ, Արցախի հետ, բայց եկեք նայենք պատմությանը, որևիցե իշխանություն, որևիցե իշխանավոր լինեն սրանք նախկինները թե ով, չեն կարողանալու մեր պատմությունը ջնջեն, ընկերներ, չի ջնջվելու։ Դարերից եկած եւ դարեր գնացող մեր մի հատ որպես պատմություն եւ որպես քաղաքակրթություն հայ ազգը եւ որպես որ հետ ենք նայում, միայն դադիվանքը բավական է, որ ապացուցի, որ Արցախը հայկական է։ Իշխանությունը պնդում է, որ եկեղեցին հանձին վեհապարի եւ շատ այլ քահանաների քաղաքականացված է եղել։ Դուք որտեղ եք տեսնում, որ եկեղեցին քաղաքականացված է եղել, զբաղվել է քաղաքականությամբ, քարոզ է արել այսպես կոչված։ Ես չեմ հիշում նման դեպք, ճիշտն ասած, ես հիշում եմ միայն, որ այս իշխանության օրոք ամեն բան խառնվեց զինվորականներին, գործող զինվորականների մասին է խոսքը։ Գործող զինվորականներին խառնեցին քաղաքականության մեջ մտցրեցին, հոգեվորականությանը եւս։ Ես որևիցե այլ իշխանության օրոք նման բան չեմ տեսել։ Ես տեսել եմ միայն այս իշխանության օրոք։ Հասարակ մի բան, օրինակ այդ տիրադավների, հա, իրենց այդ շքախմբերով որ գնում են մասնակցում այդ իրենց պատարակ կոչվածներին Փաշինյանի հետ։ Քանի զինվորական է քաղաքացիական համազգեստով, քանի գեներալ է եղել։ Մեզ մոտ նաև մենք համահայկական ճակատշարժման մեջ ունենք նաև պահեստազորի, զինված ուժերի պահեստազորի բարձրաստիճան սպաներ, ովքեր դեմքերով ճանաչել են այդ մարդկանց, նրանք գործող զինվորականներ են, ինչ իրավունք ունեն նրանք մասնակցեն այս հոգևոր խաթարման գործընթացին եւ բոլորը փախնում են բաներից, տեսախցիկներից։ Եկեղեցի պետություն հարաբերության մեջ, ստեղծված այս փոխհարաբերության մեջ կա մի կարմիր գիծ, որ այս գործող իշխանությունը տեղ չի հատել։ Կարմիր գծերը վաղուց արդեն կարծում հարգելի լրագրող հատվել են, պարզապես մեր հասարակությունն է մի փոքր քնած, այսպես ասեմ, քնած, եւ ես սա նաեւ հասկանում եմ այս տարիների ընթացքում անընդհատ
անընդհատ հիասթափության արդյունքն է, ամեն ինչ արել են հիասթափացնելու հայ հասարակությանը, որպեսզի նաև պայքարի ոգին կոտրեն։ Եվ այստեղ պետք է ոչ թե մենք լինեինք 10, 15 կամ 20 հոգի, այլ կողքից էլ հասարակությունը տեսնելով, որ եկեղեցու համար է պայքար գնում, ինքնաբուխ պետք է գան եւ միանան այս պայքարը։ Եվ այս պայքարը չի դադարելու։ Մենք սկսել ենք մայր տաճարից մեր պայքարը այն ժամանակ, երբ որ արդեն իսկ հայտարարում են, որ գնում են, չգիտեմ, մայր տաճարը գրավելու ինչ-որ, մենք այդ օրվանից առ այսօր եւ սրանից հետո լինելու ենք այս պայքարի մեջ։ Հիմա նաև գնդերեցներ չեն լինելու բանակում, ինչ եք կարծում, սա ինչով Դա շատ ահավոր է, ես ինքս ծառայել եմ հայոց բանակում, ես նույնիսկ հիշում եմ, այս վերջում մեր գնդերեցներից մեկն էլ շատ տխուր գրառում կատարեց, որ հասկանում եք, մենք ունենք նաև գնդերեցներ, ովքեր զոհվել են։ Եթե չեմ սխալվում, Տիկին Ռուզանա, մենք նաև ունենք անհետ կորած գնդերեցներ։ Եթե չեմ սխալվում, այո, անհետ կորած եւ ունենք նաև զինվորականներ, ովքեր Աստվածաշունչը գրպանում ա եղել եւ այդ Աստվածաշունչը նրանք առ այսօր պահում են, որ գնդակը, փամփուշտը Աստվածաշնչի մեջ է եւ իրեն չի վնասել։ Հասկանում եք, ինչ գործառույթ էին իրականացնում, մի փոքր կմանրամասն։ Ես կարող եմ մանրամասն, այո, ես տեսել եմ դեպքեր։ Այո, իհարկե, ժամկետային զինվորների հետ կապված շատ դեպքերում գնդերեցները կանխել են ինքնասպանության փորձերը զինվորների շատ դեպքերում դրանցից մեկը ես ականատես եմ եղել, թե ինչպես է վարկյանների ընթացքում տվյալ զորամասի գնդերեցը միանգամից ներողություն եմ խնդրում, միանգամից այսպես ասեմ հեղափոխել այդ զինվորին, այդ մտքից հրաժարվելու համար ինքնասպանության շատ այդպիսի փորձեր են կանխվել եւ այդ հոգեվոր դաստիարակությունը, հոգեվոր պատրաստությունը, ես ձեզ ասեմ, ես ծառայել եմ հատուկ զորքերում եւ մեր զորքերում եւս մենք որից է գործողության գնալուց առաջ միշտ դա պրոտոկոլը, հա, ինչպես ասում են, այդպես է կարգը։ Պետք է զինծառայողը խոսի եւ հոգեբանի հետ, եւ հոգեվոր այդ սպասավորի հետ նոր գնա իր գործողության կատարմանը մարտական։ Դա նրա համար է նաեւ, որ բարոյա հոգեբանական այդ մակարդակը զինվորի զինծառայողի բարձր լինի։ Հասկանում եք, դա շատ կարեւոր է, բայց դա կոտրել եւ զինվորին թողնել այսպես չգիտեմ, սա Այդ քայլին եւս այսպես կոչված եկեղեցին բարենորոգելու ծրագրում եք սա արդեն ինչ նշանակություն։ Գիտեք, ես էլ չգիտեմ ճիշտն ասած ինչ մտածել, թե այս ղեկավարության հաջորդ քայլերը ինչ կարող են լինել։ Ամեն քայլ արվում է, նորից եմ ասում, Հայաստանի հեղինակությունը գցելու համար։ Ես այսօր տեսնում եմ, ցավոք եմ ասում, հեղինակազրկված Հայաստանի Հանրապետություն։ Եվ մենք ուզում ենք, ես ուզում եմ նորից տեսնել բարձր հեղինակությամբ Հայաստանի Հանրապետություն, ես ուզում եմ տեսնել նորից մարտունակ զինված ուժեր, իմ պայքարը սա է։ Իսկ օրինակ ժողովուրդը ինչ պետք է անի դրան հասնելու համար։ Պետք է պայքարենք եւ պետք է նաեւ ինչու ասացի, որ մենք այսօր նաեւ հասարակությանն էր վերաբերվում այս պայքարը, ինչու որ մենք հասցնենք տեղ, մարդիկ պետք է սահմանադրություն իմանան, մարդիկ պետք է օրենքներ իմանան, իրավագիտակցությունը պետք է բարձրանա մեր հասարակության, սա շատ կարեւոր է։ Սա շատ կարեւոր է, որովհետեւ շատերը մտածում են, թե այո, քննիչները հենց այսպես կարող են վերցնել ու գործեր կարել, ոչ, այդպես չի կարող լինել, նրանք մի օր պատասխան են տալու օրենքի առաջ։ Այսինքն մայր օրենք այսպես վերցնել եւ ոչնչացնել, մեր պետությունը ո՞նց է գոյատևում ընդհանրապես։